Բարսելի հայ ժողովուրդ, Հիսուսի խաղաղությունը բոլորիս վրա, ամեն։ Սիրելի հայր, Հիսուսի անով գալիս եմ քո առաջ, խնդրում քո Սուրբ Հոգու զորավոր ներկայությունը, խնդրում քո այսօրվա օծությունը, քո թարմ օծությունը, քո նոր օծությունը, խնդրում քո ողջ զորությամբ իջիր մեր վրա, կոծիր իմ շուրթերը, խոսիր, աղոթիր, փառաբանիր ամեն ժամանակ, ամեն իրավիճակում։ Այսօրվա եթերը հանձնում քո ձեռքերի մեջ, որ քո հոգով շարժվես ու ամեն բան ինչ որ քեզանից է, թող արձակված լինի մեր կյանքերի վրա։ Քո կամքը բարին, հաճելին ու կատարյալն է։ Քո կատարյալ կամքը թող արձակված լինի ամեն մեկիս կյանքի վրա։ Քո խոսքը, որը ճշմարտությունն է, թող բոլորիս համար իրականություն դառնա։ Քո խոսքը թող մարմին դառնա, տեսանելի ձևով երևա, ոնց որ կատարվել է խաչի վրա քո խոսքի համաձայն։ Ամեն մեկիս կյանքի իրավիճակի վրա թող գամ գերբնական պատասխանները քո զորությամբ, քո ձեռքով, ոչ թե մեր կարողությամբ, ոչ թե մեր ջանքերով, այլ քո խաչի վրա կատարած ու ավարտած զոհի պատճառով, այն բանի պատճառով, որ մենք ունենք քեզ ու այն ինչ որ քոնն է մերն է, ինչ որ մերն է քոնն է, քո ուխտը, որ մեր հետ հաստատել ես, քո կյանքը տալով, քո արյունը թափելով, քո մահով ու հարությունով մեզ գնելով, այն ամենը, ինչ որ քո զոհի միջոցով արձակել ես մեր կյանքի վրա, թող բոլորիս կյանքի վրա դա դառնա հասանելի, տեսանելի ու բերի գերբնական փոփոխություններ, օրհնություններ, խոսքիդ համաձայն ամեն մեկիս կյանքում, ամեն։ Ամեն, սիրելի հայր ժողովուրդ, իրականում այն ինչ որ խոսում է երեք, այսօր զգում եմ, որ պետք է շարունակություն տամ սրան, որովհետև սա շատ կարևոր մի բան է, որ Աստված ուզում է, որ սրա վրա ուշադրություն դարձնեք ու տեսնեք Աստծո աշխատանքը ու գիտակցեք ու հասկանաք դրա կարևորությունը, որովհետև այդտեղ է հարցի լուծումը։ Գիտեք, ամեն բան Հիսուսով է։ Ամեն բան եղավ Հիսուսով ու ոչ մի բան չեղավ առանց Հիսուսի։ Խոսքը ձև է ասում։ Ու այն ինչ որ կատարվեց խաչի վրա Հիսուսի ձեռքով, իր մահն հարությունը պատասխանն է ամեն իրավիճակում։ Տեսեք, ես երեք խոսում էի, օրինակ էի բերում այն պահը, որ անապատում, երբ որ Իսրայել ժողովուրդը գնում էր ու օձերը իրանց, երբ որ խայթեցին, իրանք մեռնում էին, Մովսեսը բարձրացրեց օձը երկաթից պատրաստված, որ մարդիկ նայեն այդ օձին, ու որ նայում էր, բժշկվում էր։ Իրականում շատերի մոտ դժվարություն կա ըմբռնելու իրականում ինչու՞ն է հարցը, մանավանդ որ մարդը երբ որ գտնվում է ծայրահեղ ծանր ֆինանսական վիճակում, որտեղ երբ որ իրան ասում ես հայացքդ քո խնդրի վրայից վերցրա, մի նայիր քո պրոբլեմին, նայիր պրոբլեմի լուծողին, իրան իրականում դժվար է։ Սա ես ոչ թե ասում նրա համար, որ մեղադրում եմ ինչ որ մեկին, այլ իրականում ես գիտակցում եմ, որ իրան դժվար է կտրվել այն առօրյայից, ինչի մեջ որ ինքը կա, ու նայել Հիսուսին, որից գալիս է պատասխանը։ Բայց ամբողջ փաստը հենց դրանումն է, այդ Մովսեսի օրինակը բացահայտ օրինակ է, երբ որ այն մարդիկ, ովքեր որ օձից խայթված էին ու մեռնում էին, երբ որ իրանք կարողանում էին իրենց հայացքը բարձրացնեն նայեն խաչի վրայի օձին, իրանք բժշկվում էին, այսինքն իրանք տեսնում էին այն խնդիրը, որը իրանց մահ է բերել, այդ օձի հարցերը Աստված լուծել է գամելով խաչին, այսինքն քո պրոբլեմը, որը այդ ծայրահեղ աղքատությունն է, հիմա ես կոնկրետիզությամբ եմ ուզում խոսեմ, քո ծայրահեղ աղքատությունը, որտեղ դու ելք չես տենում, քո պարտքերը, քո վարկերը, քո չքավոր վիճակը, քո անտուն վիճակը, քո անօգնական վիճակը, մեկը չկա, որ քեզ ձեռք մեկնի, դու ոչ մեկ չունես, բայց Աստված ասում է, որ քո այդ բոլոր խնդիրները, որ դու տեսնում ես հիմա, ինքը վերցրել է ու գամել է խաչին, ու հիմա ասում է հայացքդ բարձրացրա ու նայ խաչին ու տես, որ ես դրա հարցերը լուծել եմ, այսինքն ուզում է ասի,
այդ վիճակի մեջ, որ դու կաս, այդ վիճակից ես քեզ ազատել եմ իմ ձեռքով։ Հաշվեհարդար տեսնելով քո աղքատության հետ, քո պարտքերի հետ, քո վարկերի հետ, քո անտուն վիճակի հետ, քո չքավորության հետ, Հիսուսը ամենակարող Աստվածն է, ու ինքը ի զորույա ու արդեն արել է դա քո կյանքում։ Քեզ բավական է ընդամենը տեսնել դա, հայացքդ բարձրացնել, նայել Հիսուսին ու ընդունել այն ճշմարտությունը, ինչ որ Հիսուսը արել է խաչի վրա, իր մարմնի վրա կրելով քո բոլոր զրկանքը, քո բոլոր աղքատությունն ու տկարությունը, պարտքերը, վարկերը։ Նորից եմ ասում, սա քո հնարավորությունների հետ կապ չունի։ Սա աստվածային հնարավորություններն է, որ Աստված քեզ սիրելով հանդերձ իրականացրեց քո համար։ Դու ընդամենը տեսնում ես դա, որ Հիսուսը արել է։ Ընդամենը քեզ պետք է նայել խաչին, ուրիշ բան պետք չի քեզ։ Իսկ Աստված թե ոնց դա կբերի քո կյանք, ինչ գերբնական ճանապարհներ կբացի, ինչ մարդիկ կարձակվեն քո կյանքի վրա, որպեսզի դա իրականացնեն, դա Աստծո գործն է։ Դու հոգ մի արա ընդհանրապես ոչ մի բանի համար։ Աստված հավատարիմ ու ճշմարիտ է, իր խոսքը անփոփոխ է։ Աստված երբեք սուտ չի խոսում։ Աստված ամենակարող Աստվածը քեզ շատ սիրում է ու դա արդեն արել է քո համար։ Գիտես, ես ունեմ հրաշալի վկայություններ, ոնց է Աստծո շնորհքը մարդկանց կյանքում սկսե գործել իրանցից անկախ։ Զուտ նրա համար, որ իրանք հավատացել են, որ իրանք Հիսուսին ընդունելով այն բոլոր Հիսուսի ժառանգությունը իրանց է պատկանում։ Հենց այդ պահից սկսած, երբ որ իրանք հավատացել են, որ իրանք Աստծո ժառանգորդն են, աստվածային գերբնական օրհնությունները սկսել են արձակվել իրանց կյանքերի վրա, ու դա իրանց հնարավորությունն ու կարողությունը չի։ Դա ուղղակի ժառանգություն է, որ իրանց կյանքի վրա Աստված արձակել է, ու իրանք դառել են ինչ որ ունեցվածքի տեր, որը Աստված իրանց համար որոշել է։ Աստված է ձեզ կտակում որոշակի բաներ, Աստված է տալիս ձեզ ժառանգություն, ոչ թե ձեր լավ գործերի համար, այլ նրա համար, որ դուք իր արյունով գնված եք։ Դու Հիսուսի արյունն ես կանչում քո վրա, ընդունելով Հիսուսին Տեր ու Փրկիչ։ Մնացածը Աստծո զորությամբ արձակվում է քո կյանքի վրա իր գերբնական զորությամբ, իր գերբնական կարողությամբ, ու ինքն է սկսում իրականացնել իր խոստմունքը քո կյանքի վրա։ Ոնց Իսրայելը ընդամենը իր աչքերը բարձրացրեց ու նայեց այդ օձին, որը գանված էր խաչի վրա, նայեց այն պրոբլեմին, որը իրան նեղում էր, այդ պրոբլեմին տեսավ, որ սատկած է, անզոր է, այլևս ուժ ու կարողություն չունի քո կյանքի վրա բերելու այն տառապանքը, որ միշտ բերել է։ Աստված հաշվեհարդար է տեսնում իր զորությամբ քո բոլոր այդ դժվարությունների հետ, որը քեզ նեղում էր, որը քեզ թույնում էր, որը քեզ պահում էր անեծքի հիվանդության մեջ ու աղքատության մեջ։ Հիսուսը դրա հետ հաշվեհարդար է տեսել։ Ու ինքը ասում է. նայ խաչին, որտեղ դա կայացել ու ավարտվել է։ Թշնամուդ պարտությունը խաչի վրա կայացած է։ Տես մահացած թշնամուդ խաչի վրա, գանված թշնամուդ խաչի վրա, աղքատությունը, հիվանդությունը, անեծքը, ամեն ինչը, որը իրանից ինչ որ մի բան ներկայացնում էր, քեզ նեղում էր, ինքը սպանված է, ինքը անզոր է դառել, իրան Հիսուսը խաչել է, իր մարմնի մեջ խաչել է, խաչվել է ու դառել է անզոր, անկատար մեկը, ու աստվածային գերբնական կարողությունը, իր զորությունը արձակվել է քո կյանքի վրա բերելու գերբնական փոփոխությունները։ Հայացքդ բարձրացրա ու նայ Հիսուսին, քո հաղթողին, քո Տիրոջը, քո փրկությանը, քո իրավիճակի մեջ պատասխան բերողին, Հիսուսին, որը քեզ սիրում է անմնացորդ սիրով, ու իր հրեշտակները արդեն իսկ արձակել է
որ քո կյանքի ամեն իրավիճակի վրա բերեմ փառավոր հաղթանակը։ Ես կանչում եմ Հիսուսի շնորհքը քո վրա։ Հիսուս ջան, շնորհակալ եմ քո արյան համար, շնորհակալ եմ քո պատասխանի համար, որ մեր կյանքի ամեն իրավիճակի վրա բերեցիր քո զորությամբ, քո ձեռքով։ Հիվանդություններ դուք խաչի վրա եք, մեղքեր դուք խաչի վրա եք, աղքատություն դու խաչի վրա ես, պարտքեր դու խաչի վրա եք, անեծք դու խաչի վրա ես։ Հիսուսի ձեռքով արձակված է մեր կյանքի վրա Տիրոջ օրհնությունը, Տիրոջ ժառանգությունը, օրհնությունը, սրբությունը, փրկությունը, հարստությունը, բժշկությունը։ Տերն է մեր ամենակարող Աստված, որ մեր փոխարեն իրականացրեց իր խոստմունքը։ Շնորհակալություն Հիսուս, որ սա արել ես ամեն մեկիս համար, ու թող քո փառավոր հաղթանակը բացահայտորեն երևա ամեն մեկիս կյանքում ու ողջ Հայաստանի վրա Հիսուսի զորավոր անունով։ Փառավորվիր ամեն մեկիս կյանքում, թող ամեն մեկի շուրթերը սկսեն աղաղակել, որ դու ես Տերը տերերի, արքան արքաների, ու ամեն մեկի սիրտը լցվի քո սիրով, քո հանդեպ, տեսնելով քո սերը, որ անսահմանափակ ձևով արձակված է իր ժողովրդի վրա։ Եղիր փառավորված ամեն մեկիս կյանքում, հավիտյան փառք ես տերերի Տեր, արքաների արքա, հավիտյան թագավոր։ Ամեն